Իրանում անվտանգության ուժերը Ֆարդիս քաղաքում կրակ են բացել ցուցարարների վրա։ Հակակառավարական բողոքի ցույցերի 12-րդ օրը իրանցիները դուրս են եկել ավելի քան 111 քաղաքների փողոցներ։ Զանգվածային բողոքի ցույցերին ի պատասխան իշխանություններն անջատել են համացանցը եւ հեռախոսային կապն ամբողջ երկրում, փորձելով զսպել ցույցերի տարածումը։ Հրանա իրավապաշտպան խմբի տվյալներով 12-օրյա բողոքի ցույցերի ընթացքում զոհերի թիվը հասել է 42-ի, այդ թվում 34 քաղաքացիական անձ եւ անվտանգության ուժերի 8 աշխատակից։ Մոտ 2280 անձ ձերբակալվել է։ Զուգահեռ Ռուսաստանում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին հայտարարել է, որ իրանցիները երբեք չեն խուսափի իրական եւ լուրջ բանակցություններից, որոնք ուղղված են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ արդար եւ հավասարակշռված համաձայնության հասնելուն, ասել է դեսպանը։ Միջազգային լրատվամիջոցների կարծիքով սա ակնարկ է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին Իրանի վերաբերյալ հայտարարություններին։ Հալեպում հրադադար է հաստատվել, որն ուժի մեջ է մտել տեղական ժամանակով ժամը 3-ից, հայտնել է Սիրիայի պաշտպանության նախարարությունը։ Նախարարության Telegram ալիքը հաղորդել է, որ որոշումը կայացվել է քաղաքում բախումների դադարեցման նպատակով։ Այժմ Շեխ Մաքսուդ եւ Աշրաֆիե շրջաններում պարետային ժամ է հայտարարվել։ Նախորդին սիրիական բանակը կոչ էր արել Հալեպի բնակչությանը տարհանվել եւ տեղակայվել հնարավորինս անվտանգ վայրերում։ Պաշտպանության նախարարությունը հայտարարել էր քրդերին պատկանող ենթակառուցվածքները որպես ռազմական դիրքեր դիտարկելու մասին։ К сожалению, сегодня совсем недоброе утро. Բելգորոդի մարզում կես միլիոնից ավելի բնակիչ էլեկտրաէներգիայի անջատման պատճառով հայտնվել է կացության ծանր պայմաններում, հայտնել է նահանգապետ Գլատկովը։ Մարզում 556,000 մարդ առանց էլեկտրաէներգիայի է, գրեթե նույնքանն էլ զրկված է ջեռուցումից, մոտ 200,000 բաժանորդ չունի ջուր եւ կոյուղի։ 10 приоритетных направлений. Ռուս զինծառայողներն ուկրաինական կարևորագույն թիրախներին օրեշնի քրթիրային համակարգով զանգվածային հարված են հասցրել Ռուսաստանի Դաշնության նախագահի նստավայրի վրա Կիևի հարձակմանն ի պատասխան, հայտնել է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը։ Ռուսաստանը գիշերը լայնածավալ հարձակում է իրականացրել մայրաքաղաք Կիևի վրա, հրդեհելով բազմաբնակարան շենքեր, զոհվել է առնվազն 4 մարդ կամ վիրավորներ։ Դաշնության հրթիռային հարվածներից հետո մայրաքաղաքը ամբողջությամբ հոսանքազրկվել է։ Ուկրաինայի ռազմաօդային ուժերը հայտնել են, որ Լվովում բալիստիկ հրթիռը հարվածել է ենթակառուցվածքային օբյեկտներին։ Բարենորոգման կողմնակիցները պետք է պատարագի մասնակցեն բոլոր եկեղեցիներում։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսուհետ ամեն կիրակի պատարագի կմասնակցի առանց զգուշացնելու, թե որ եկեղեցի է գնալու։ Նա առավոտյան հերթական տեսանյութն է հրապարակելու նշել, որ եկեղեցու բարենորոգման մասնակիցների օրակարգի մեջբերում առաջիկա ամենակարևոր անելիքն է քրիստոնեական սիրով խոսել քահանաների հետ, որպեսզի նրանք Սուրբ եւ անմահ պատարագի ընթացքում չհիշատակեն Կտրիչ Ներսյանի անունը։ Փաշինյանի խոսքով տարբեր համայնքների քաղաքացիներ իրեն հրավիրում են մասնակցելու իրենց բնակավայրերի եկեղեցիներում պատարագի։ Երկրի վարչապետը սակայն պայման է դնում, որ հրավերը կընդունի միայն, եթե նրանք նախապես քահանաների հետ պայմանավորվեն, որ պատարագի ընթացքում չհիշատակվի վեհափառի անունը։ 2025 թվականին Ադրբեջանի տարածքով Հայաստան է մտել 6580 տոննա հացահատիկ, 1000 տոննա ղազախական եւ 5580 տոննա ռուսական, ինչպես նաեւ 1210 տոննա ադրբեջանական բենզին, հայտնել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ Պապոյանի խոսքով 2026 թվականի հունվարի 8-ի դրությամբ Ադրբեջանի տարածքով Հայաստան է մտել 8485 տոննա ռուսական հացահատիկ, իսկ 4103 տոննան դեռ ճանապարհին է, ինչպես նաեւ ճանապարհին է 7600 տոննա ադրբեջանական նավթամթերք, որից 6100 տոննան բենզին է, 1500 տոննան դիզել։ Էկոնոմիկայի նախարարը երեկ հաստատել էր տեղեկությունը, որ Ադրբեջանից Հայաստան մի քանի հազար տոննա վառելիքի հերթական խմբականակն է գալիս։ Ոչ միայն պրեմիում, այլ նաև ռեգուլյար տեսակի բենզին, որը նույնպես շուկայականից մինչև 80 դրամ էժան է լինելու, ասել էր Պապոյանը։ Հունվարի 8-ին մահվան ելքով վրայերթ է տեղի ունեցել Երևանում ժամը 23:15-ի սահմաններում անհայտ մակնիշի եւ համարանիշի ավտոմեքենայի վարորդը Արցախի փողոցում վրայերթի է ենթարկել կին հետիոտնին եւ դիմել փախուստի։ Ավելի ուշ պարզվել է, որ վրայերթի զոհը Չինաստանի քաղաքացի է։ Ինչպես դեպքի վայրից հայտնել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքից ժամեր անց մի քանի մետր հեռավորության վրա հայտնաբերվել է Mercedes մակնիշի ավտոմեքենան։ Վարորդի եւ ուղևորը տեղում ձերբակալվել են։